Աննա, ես ինչ ես այսքան շուտ արթնացել։ Ինչ ես նայում։ Ում ես նայում։ Ինչ է, Լաննաջ, քունդ չես տանում։ Դադ, ասա բալես։ Ես պապային եմ սպասում։ Սպասում եմ, որ գա, որ տեսնի, որ իրան սպասում եմ։ Ես ամեն օր իրան սպասում եմ։ Աննա ջան, պապան որ գա, մենք կիմանանք ու քեզ կասենք։ Պետք չի, որ դու այսքան շուտ արթնանաս ու սպասես պապային։ Ես ու դու ամեն օր գնում ենք գյուղի վերջ, որ պապան գա տեսնենք, չէ՞։ Հա բալես։ Բայց ինչի դա դու ես ուզում, որ գնանք։ Հիշում ես, որ ուզում էիր առաջինը տեսնեիր պապային։ Հա բալես։ Աննա ջան, ես էլ եմ ուզում պապային առաջինը տեսնեմ, որ հենց կա ֆազեմ քո մոտ ու քեզ ասեմ։ Արի մոտս։ Օրևս։ Դրա համար կանգնում եմ ստեղ, որ հենց կա տեսնեմ պապային։ Դադ, ասա բալես։ Որ պապան գա սոված կլինի։ Չգիտեմ։ Պապան իր ընկերների հետ է գալիս։ Հաց են ուտում։ Իրանք սոված են լինում։ Դադ։ Ինչ եմ բալես։ Դրա պապան գալիս է, ասում է, մեծ մեր մածունից վերեք ուտանք, չէ։ Բա որ հիմա կա, մածուն չունենք, կովն էլ սատկել է, բա ինչ ենք անելու։ Թող պապան գա մի բան կանենք բալես։ Մենակ թե պապատ կա։ Դադ, որ ես պապային սպասում եմ, ինքը հետ զգում է ու կգա։ Աստված ձենդ լսի բալես։ Արթուն ես, պապ։ Լավ ես, լավ է ամեն ինչ։ Շատ։ Ինձ թվաց արդեն քնած ես։ Որովհետև արդեն քնելու ժամն է, չէ՞։ Որտեղ էիր։ Ես։ Արևիկ, մեզնից բացի այստեղ ոչ ոք չկա։ Քեզ եմ ասում, որտեղ էր այս ժամին։ Գնացել էի ման գալու։ Գիտես ում հետ։ Կարևոր չի։ Չես կարծում, որ ման գալու համար բավականին ուշ է։ Բայց ամառ է, պապ, ինչ կա դրա մեջ։ Հավել ես Լիլիային ասել էի, որ քեզ ասի, չի ասել։ Ասենք թե ասել է, հետո ինչ, ասել է։ Բայց դու չես հասկանում, որ ես անհանգստանում եմ։ Չես հասկանում, որ դա նորմալ չէ։ Չես հասկանում։ Ես ոչ մի վատ բան չեմ արել։ Ես չեմ ասում, որ դու վատ բան ես արել։ Պապ։ Ինչի՞ չէր պատասխանում զանգերից։ Զանգել ես։ Պատկերացրու 1000 անգամ։ Կներես, աղմուկ էր ուղղակի։ Որտեղ, քաղաքում։ Ակումբում։ Արևիկ, արի շարունակենք այս խոսակցությունը, աղջիկս, բայց արի մի բան պայմանավորվենք, որ հաջորդ անգամ նման բան էլ չի կրկնվելու։ Դու ինձ հետ վատ ես խոսում։ Արևիկ, ես քեզ ընդամենը զգուշացնում եմ։ Բայց ես ոչ մի վատ բան չեմ արել։ Գնացինք
Ակումբ, զբոսնեցինք, ինչ-որ բան կա դրա մեջ որ։ Արևիկ, դու գնացել ես Աստված գիտի թե ուր։ Աստված գիտի թե ում հետ։ Գիտես, ես չեմ ուզում, որ իմ աղջիկը տուն վերադառնա գիշերը ժամը 2-ին։ Բայց ես մամայի մորաքրոջ թորների հետ էի։ Արևիկ, դա ոչ մի նշանակություն չունի։ Պապ, բայց Լիլիան խոստացավ, որ քեզ կասի։ Լավ, վերջ, էլ չենք խոսում ես մասին, բայց ես քեզ խնդրում եմ, որ երկրորդ անգամ նման բան էլ չկրկնվի։ Իսկ հիմա կարող ես գնալ քնելու։ Ես ուղղակի չեմ հասկանում, ինչ եմ արել, կբացատրես։ Արևիկ, ես քեզ ասացի, կարող ես գնալ քնելու։ Բարի գիշեր։ Պապ, արի խոսենք, հա։ Այսօր չէ։ Կբացատրես։ Արևիկ, ես քեզ բացատրելու ոչինչ չունեմ։ Ու ինձ հետ նման տոնով մի խոսիր, խնդրում եմ։ Գնա ու քնիր։ Բարի գիշեր։ Բարի գիշեր։ Բարև իմ ջան, ես մի քանի հարց ունեմ քեզ տալու։ Ես հիմա չեմ կարող խոսել, ի վիճակի չեմ։ Ընդամենը մի քանի հարց։ Չեք հասկանում, որ ի վիճակի չեմ կարող խոսել։ Ինքը մարդ է մահացել, դա արդեն լուրջ է։ Ես ավելին կասեմ, շատ լուրջ մարդ է մահացել եւ դա ավելի լուրջ է։ Կամ հիմա կխոսենք այստեղ, կամ ես քեզ կտանեմ բաժին։ Ընտրիր։ Մտեք։ Նստեք։ Դեպքի վայրում դուք միասին ընտրել եք։ Այո։ Ինչու։ Այսինքն ուղղակի ընտրել ենք։ Ինչու շատ բաներ են ուղղակի կատարվում։ Ուղղակի ընտրում եք, ուղղակի ընկեր եք։ Չհասկացա դա արգելված է, հա։ Ոչ, իհարկե ոչ։ Բայց եթե սպանություն չկատարվեր, ձեր ուղղակի ընտրիկը այդպես էլ ուղղակի ընտրիկ կմնար եւ ոչ մեկին չէր հետաքրքրի։ Բայց կատարվել է ինչ որ կատարվել է եւ ձեր ուղղակի ընտրիկը կարող է շատ բաների պատճառ լինել։ Ես ուղղակի չեմ պատկերացնում ինչով կարող եմ ձեզ օգնել։ Դուք չեք հասկանում, որ ես շատ մտերիմ մարդ եմ կորցրել, իմ աչքի առաջ կրակել են իմ մտերիմ մարդու վրա, դուք չեք կարողանում իմ դրության մեջ մտնել, ես չեմ հասկանում։ Ինքը կրակել են ոչ թե Սերգեյի վրա, այլ քո վրա։ Ինչից ենթադրեցիք, ինչի եք այդքան վստահ։ Ես համոզված եմ։ Շատ բաներ կան, որից ստիպում են այդպես մտածել։ Մենակ այն, որ կրակող չէր կարող սխալվել եւ Սերգեյի փոխարեն քեզ կրակեր։ Եվ հաջորդ երկու գնդակն էլ ստացավ այն պատճառով, որ գրկեց ու փրկեց քեզ։
Ես վերջի ժամանակները ում հետ խնդիրներ ունեիր, կիսելու բան։ Ավելի պարզ ասեմ, ումից էիր փախնում։ Չգիտեմ։ Ինգա ես կիմանամ, բայց ավելի լավ դու ասես։ Թե չէ։ Ես ոչինչ չգիտեմ։ Մենակ հետ ես ասելու։ Ուրիշ ոչինչ չեմ կարող ասել։ Լավ։ Խորհուրդ կտամ չբացակայել հանրապետությունից։ Այնպեսի տպավորությունա, որ ես հանցագործ եմ, ինչ որ հանցանք եմ գործել։ Ինձ վրա են կրակել, ես չեմ կրակել։ Ու չեմ հասկանում, ինչի պետք է ես պատասխան տամ այդ ամեն ինչի համար։ Դու ռեստորանում շատ լարված ես եղել։ Երկար խոսել եք ինչ-որ բանի մասին։ Նույնիսկ խնդրել եք, որ սեղանին չմոտենան, չխանգարեն ձեզ։ Ասում եմ լացել ես։ Ես չեմ լացել։ Ամեն դեպքում տպավորությունը այդպես է եղել։ Հետո Դու երկար ժամանակ բացակայել ես տանից։ Հարևանները ասում են, որ գրեթե 1 ամիս տունը չես երևացել։ Եվ ինչ։ Դեռ ոչ։ Շուտ ես արթնացել։ Տաճ չեմ կարում քնեմ։ Շուտ ես արթնացել, հա։ Ինչ ես անդրամադիր։ Չէ, տաճ լավ եմ։ Հայրդ խոհանոցում է, սուրճ է խմում։ Գործի չի։ Չէ, այսօր կիրակի է։ Հա, ճիշտ է։ Իսկ Լաուրան չի եկել։ Լաուրան կիրակի օրերին չի գալիս։ Բայց մենք որոշել էինք քեզ այգի տանեինք։ Դե երևի մոռացել էր, որ այսօր կիրակի է։ Լավ, տաճ, ես մի քիչ էլ գնամ քնեմ։ Հայրդ խոհանոցում է, գնա տես ինչ է անում, դու էլ սուրճ խմիր։ Ուզում եմ մի քիչ էլ քնեմ։ Դե գնա բոլես, գնա ոնց որ ուզում ես։ Լավ, տաճ, դες գնամ քնեմ։ Դե գնա բոլես, գնա բոլես։ Բարև Լույս։ Բարև։ Ուր ես գնում։ Բարի լույս աղջիկ։ Բարի լույս։ Շուտ ես արթնացել։ Չէ, ես հենց նոր արթնացա, մաման շատ շուտ արթնացել, լավ ես քնել։ Հա։ Զարմանում եմ ոնց եք այսքան շուտ արթնանում, ես աչքերս հազիվ եմ բացել։ Չես հոգնել աշխատելուց։ Չէ։ Էլի քնեիր, Մարիաննա ջան։ Չէ, լավ է։ Էլ չեմ ուզում։ Աննա ջան, համակարգիչը դիր մի կողմ հաց կերեք։ Դե։ Մարիաննա ջան, տնական ձույա բան ես նոր եմ բերել խաշել։ Սիրիշ տոտ այնց տնից եմ բերել։ Կերեք, թեյը խմեք։ Ինչ եք անել, ինչով եք զբաղվելու։ Մհեր։ Բարի Լույս։ Արի նստի հաց ենք ուտում։ Բարի ախորժակ։ Մերսի։ Արի նստի։ Չէ, ես հենց նոր եմ կերել, եկել եմ որ ձեզ տանեմ լճի մոտ։ Ես չեմ գալու։ Ինչի։ Արևա հարվեցի այն օրը իրոք չեմ ուզում, էլի։ Հիմա արդեն ուղեղի ցնցում կստանամ, վատ եմ զգում։ Լավ, Աննա ջան, բանես, դու էլ մի գնա շատ շոկ ա դրսում։ Մամ, ինչն ա շոկ չի։ Լավ, ես գնամ հագնում եմ դուրս գամ։